Ընդամենը 6 ամիս առաջ այստեղ շին հրապարակ էր, իսկ այսօր արդեն գործարկվում է տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության գործարանը։ Հրազդանի մերձակայքում Firebird AI ընկերությունը պաշտոնապես մեկնարկեց իր մեգա նախագիծը, Հայաստանը դիրքավորելով որպես արհեստական բանականության հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։ Սա երևի 1/20-ն է նրա, ինչ հաջորդ 6 ամիսներին կդառնա իրականություն։ Հայաստանում կառուցված, հայկական տաղանդով, երազող հայերի, հայ ինժեներների համար։ Եվ մենք շատ ոգևորված ենք, որ գործընկերություն ունենք այստեղ տեխնոլոգիական ոլորտի, կառավարության եւ մասնավոր հատվածի հետ։ Առաջին փուլի ներդրումներն արդեն գերազանցում են $500 միլիոն։ Curve ներդրումից հետո ընկերությունում կապիտալ ներդրում անելու մտադրության մասին հայտարարեց նաև տեխնոլոգիական հսկա Nvidia-ն։ Արհեստական բանականության գործարանները էներգիան վերածում են ինտելեկտի։ Սա արհեստական բանականության դարաշրջանի ենթակառուցվածք է։ Շնորհավորում եմ Firebird-ին, Հայաստանին, Ղազախստանին եւ բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրեցին այս օրը։ Nvidia-ն հպարտ է լինել ձեր կողքին։ Իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նախագծի իրականացման արագությունն ու տարածաշրջանային նշանակությունը, զուգահեռներ տանելով տնտեսական միջավայրի փոփոխության հետ։ Այն ինչ հիմա այսօր տեղի է ունենում իրականում շատ կարևոր, շատ ծանրակշիռ, բայց այդ կշռի մեջ բազում շերտեր ունեցող իրադարձություն է։ Երբ նախորդ տարի Ռևլի Պարիսյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսյանը պատմում էին մի տարվա նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին, դա պետք է խոստովանել շատ տարօրինակ էր հնչում եւ անսովոր։ Բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողությունները այդ առումով։ Եվ ահա այսօր մենք այստեղ ենք ճշգրիտ պայմանավորված տեղը։ Նախագծի աշխարհագրությունը միայն Հայաստանով չի սահմանափակվում։ Firebird-ն արդեն ստացել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման թույլտվությունը եւ Ղազախստանում նույնպես կառուցում է 125 մեգավատ արհեստական բանականության ենթակառուցվածք։ Իսկ Հայաստանում նախատեսվում է ընդլայնման երկրորդ փուլը։ ԱՄՆ կառավարությունից ստացել ենք նաև արտահանման լիցենզիա Ղազախստան, այնտեղ նույնպես կկառուցենք նմանատիպ գործարան եւ ամենակարևորը նաև հայտարարում ենք այսօր Հրազդանում մեր երկրորդ փուլի կառուցմանը, եթե կհիշեք, մենք փետրվար ամսին հայտարարել էինք 4 միլիարդ աճողությամբ երկրորդ փուլի կառուցման լիցենզիայի ստացման մասին եւ այսօր նույնպես հայտարարում ենք այդ փուլի կառուցման մասին։ Մինչև 2027 թվականի վերջ գործարանի հզորությունները կհասնեն ավելի քան 70,000 Nvidia Blackwell եւ Vera Rubin GPU-ների, ապահովելով 300 մեգավատ հզորություն։ Սա կենտրոնը դասում է Եվրոպայի խոշորագույն արհեստական բանականության հարթակների շարքին։ Գործարանի առաջին հաճախորդներից է հայտնի Perplexity ընկերությունը։ Հաշվարկային հզորությունների մի մասն անվճար հասանելի կլինի նաև տեղական ստարտափներին, գիտնականներին ու բուհերին։ What we have represented here is not only Armenia. Մենք այստեղ ներկայացնում ենք ոչ միայն Հայաստանը, մենք ներկայացնում ենք ԱՄՆ-ն, կանգնած Հայաստանի թիկունքին, եւ ամերիկյան ամենախոշոր ընկերությունը Nvidia-ն ներդրում է կատարել։ Էկոհամակարգի մեր բոլոր գործընկերները բազմաթիվ երկրներից, ԱՄՆ-ից, Եվրոպայից ներդրումներ են իրականացնում այստեղ։ Մենք նաև առաջին կարևորագույն քայլը կատարողն ենք տարածաշրջանում։ Ծրագրի տնտեսական ազդեցությունն արդեն ակնհայտ է։ Միայն 2026-ի առաջին կիսամյակում Firebird AI-ը պետբյուջե է վճարել ավելի քան 823 միլիոն դրամ հարկ։ Առաջին փուլում կստեղծվի 100, իսկ ամբողջական նախագծի արդյունքում ավելի քան 300 բարձր վարձատրվող աշխատատեղ։